Աշխարհում 1000 երեխայից 1-2-ի մոտ ախտորոշվում է ծանրալսություն։ Նրանցից 50-ից 60%-ի դեպքում այդ հիվանդությունն ունի ժառանգական բնույթ պայմանավորված որոշակի գեների խափանմամբ։ Այն կարելի է հայտնաբերել արյան գենետիկական հետազոտության միջոցով, բայց արդյոք ցանկացած ծանրալսության դեպքում պետք է շտապել կատարել այդ հետազոտությունը։ Նայիրի բժշկական կենտրոնի աուդիոլոգ Գայանե Սարգսյանը նշում է, եթե լսողության խնդիրներն առաջացել են վարակի կամ վնասվածքի պատճառով, գենետիկական հետազոտության կարիք չկա։ Ժառանգական ծանրալսությունը ըստ մասնագետի բաժանվում է մի քանի խմբերի։ Այն կարող է լինել սինդրոմային, երբ երեխան ունի նաև այլ հիվանդություն, եւ ոչ սինդրոմային։ Ոչ սինդրոմայինն իր հերթին լինում է աուտոսոմ դոմինանտ, աուտոսոմ ռեցեսիվ եւ միտոկոնդրիալ։ Աուտոսոմ դոմինանտ ձևի պարագայում երեխան կարող է ժառանգել ծանրալսությունը իր մեկ վատ լսող ծնողից։ Ամենահաճախ հանդիպող ձևը աուտոսոմ ռեցեսիվն է, երբ երեխան ժառանգում է մուտացված գենը երկու ծնողից։ Աուտոսոմ ռեցեսիվը դա այն դեպքում է, երբ որ երկու ծնողներն էլ կարող են գենի մուտացիան, բայց նրանք հիվանդ չեն, այսինքն ծանր լսող չեն, եւ նրանց երեխայի մոտ դիտվում է ծանրալսություն։ Իսկ հավանականությունը ինչպիսին է, այսինքն եթե նրանք ունենան 4 երեխա, 25%-ը կլինի նորմալ, 50%-ը գենը կրող եւ 25%-ը կունենա ծանրալսություն, այսինքն կլինեն հիվանդ։ Աուտոսոմ դոմինանտի դեպքում եւս մինչև 50% կարող է լինել, իսկ միտոխոնդրիալ դեպքում սա այլ մեխանիզմ է, այսինքն չեն կարող ասել ինչքան տոկոսային կլինեն։ Հիմա փորձում ենք Այսպիսով գենետիկական ծանրալսության դեպքում ընտանիքի համար շատ կարևոր է իմանալ, թե կոնկրետ որ գենով է այն պայմանավորված։ Դրանից է կախված հաջորդ երեխաների մոտ կամ այդ երեխայի ժառանգների մոտ լսողության խնդիրների առաջացման հավանականությունը։ Դրանից կախված է նաև հետագա բուժումը։ Կան այդպիսի գիտական աշխատանքներ, որ կոնկրետ գենի մուտացիայով պայմանավորված ծանրալսությունների դեպքում, օրինակ կոխլեար իմպլանտացիա, տալիս է հրաշալի արդյունքներ։ Եվ իհարկե կան հակառակը, որոնց դեպքում պետք է մտածել մեր բուժման տակտիկան, այսինքն լսողապրոթեզավորման մեթոդը։ Հիմա աչով հենց լսեք։ Գենային մուտացիաների որոշումը հնարավորություն է տալիս նաև կանխատեսել, թե ինչպես կզարգանա հիվանդությունը, արդյոք այն կխորանա տարիների ընթացքում։ Աուտոսոմ դոմինանտ ձևի դեպքում օրինակ այդ կանխատեսումներն անելու համար Գայանե Սարգսյանն օգտվում է հատուկ կայքից, որտեղ ներբեռնում է երեխայի ծանրալսության գրաֆիկը եւ ծրագիրն առաջարկում է ստուգել այն գեները, որոնց խափանումն ամենահավանականն է այդ դեպքում։ Այնուհետև արդեն գենետիկական անալիզի հիման վրա ծրագիրը կանխատեսում է անում։ Ծրագիրը մեզ նաև կարող է կանխատեսել ժամանակային առումով ինչ ընթացք կունենա ծանրալսությունը, քանի որ այդ ծրագիրը իր մեջ ներառում է շատ մեծ քանակի թվով աուդիոգրամաներ եւ ենթադրվում է, որ օրինակ 15-ից մինչև 25 տարեկան էսպես կլինի, հետո հավանականությունը իջեցում կլինի, թե չէ, այսինքն այդ ամբողջ ընթացքը կարող ենք տեսնել եւ սպասումը ավելի ռեալ կլինի տվյալ դեպքում։ Գայանե Սարգսյանը հավելում է, ցանկացած պարագայում ծնողի առաջին քայլը աուդիոլոգին դիմելն է, որն էլ կորոշի ճիշտ քայլերի հերթականությունը։ Ժառանգական ծանրալսության կասկածի դեպքում նա կուղարկի համապատասխան հետազոտության եւ դրա պատասխանի հիման վրա կմշակի հետագա բուժման մարտավարությունը։